Չերի մաֆակումբը։ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ-սրանների ցանցը, Gentleman's House Barber Shop-ը, Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը, Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ-սրահների ցանցը, Իջևանի գինու գործարանը, Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը 15 հանրային դեմք եւ 15 հմուտ խաղացող դուրս կգան կատաղի մարտի բարձելու թե ով է եղանակ ստեղծում քաղաքում նրանցից ընդամենը 10-ին բախտ կվիճակվի հայտնվել եզրափակչում մրցաշարի նախընտրական փուլում հանրային դեմքերը կպայքարեն միմյանց դեմ եւ նրանցից միայն 5-ին բախտ կվիճակվի հայտնվել եզրափակչում իսկ 15 հմուտ մասնակիցները նույն սկզբունքով կպայքարեն միմյանց դեմ, որի արդյունքում կձևավորվի լավագույն տասնյակը։ Մրցաշարը կազմված է 2 փուլից՝ նախընտրական եւ եզրափակիչ։ Մրցաշարի կանոնադրության համաձայն յուրաքանչյուր մասնակից նախընտրական փուլում կխաղա 3 խաղ եւ կհավաքի վարկանիշային միավորներ։ Վարկանիշային միավորները հաշվարկվում են հետեւյալ կերպ։ Յուրաքանչյուր հաղթանակի համար հաղթած թիմը յուրաքանչյուր մասնակից ստանում է 1 վարկանիշային միավոր։ Միայն առաջին գիշերը կրակված մասնակիցը ունի իրավունք ասելու 3 սևերին։ 3 սևերին ճիշտ գուշակելու դեպքում նա կստանա հավելյալ 0.5 միավոր։ 2 սևերին գուշակելու դեպքում նա կստանա 0.25 միավոր։ Մրցաշարում միավորներ տրվում են նաև հաղորդավարի, մրցավարի եւ իհարկե հովանավորների կողմից։ Այն մասնակիցներին, որոնք իրենց խաղով նպաստել են իրենց թիմի հաղթանակին։ Խաղը սկսված է։ Հաճելի դիտում բոլորիս։ Քաղաքի բնակիչները հավաքվել են պարզելու, ովքեր են իրենց մեջ թաքնված սևերը։ Գիշերը մաֆիան արթնանում է ընտրում զոհին, ցերեկը քաղաքը բացում է աչքերը ու քննարկում։ Յուրաքանչյուրը խոսում է հերթով, փորձում է պաշտպանվել կամ բացահայտել մյուսներին։ Չկա վստահություն, կան միայն փաստեր։ Խաղը սկսված է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Չերի մաֆակումբը եւ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում է նախագիծ, որը կոչվում է Mafia in the City։ Մաֆիան քաղաքում է։ Դե ինչ, ողջույն սիրելի մասնակիցներ։ Ես տեսնում եմ սեղանի շուրջ շատ հետաքրքիր դեմքեր, ում հետ հաճելի է խաղալ։ Տոմա, ինչպես ես։ Հիասքանչ։ Իսկ դու Արտյոմ։ Ֆանտաստիկ։ Լիգա, կարող ես ասել գիշեր։ Գիշեր։ Գիշեր մեր քաղաքում։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Մեր գլխավոր հովանավոր Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը անակնկալ է պատրաստել Մաֆիան քաղաքում հեռուստախաղի սիրահարների համար։ Մինչև դեկտեմբերի 20-ը այցելեք mogo.am կայքը, գուշակեք հաղթողին եւ մասնակցեք խաղարկությանը եւ իհարկե տիրացեք 3 նվերներից յուրաքանչյուրին։ Առավոտ։ Եվս մեկ անգամ ողջույն, սիրելի մասնակիցներ։ Պարոն Աբովյան, ինչպես եք։ Ոյ, շատ ուժեղ թիմ հավաքված, տեսնենք ինչպես ենք։ Դրանից է ձեր դեմքի արտահայտությունը այդպեսի։ Չէ, ես պարզապես խաղացել եմ որոշ
խաղացողների հետ եւ ի սկզբանե հասկանում եմ, որ շատ բարդ խաղ է լինելու։ Դե երբ որ հերթը կհասնի, ես կասեմ, որովհետեւ ունեմ շատ խորը մտավախություններ։ Մաֆիան քաղաքում է։ Մաֆիան հաստատ քաղաքում է, մենակ շնորհակալություն էլի։ Ես ուղղակի զարմանում եմ ինչի համար 5-ին նկատողություն չեք տվել, մի ժամ խոսում էր։ Ես եմ հարց տվել, դեռ խաղը չենք սկսել, պարոն Հարությունյան։ Դուք եք ուզում արտահայտվել ինչպես եք։ Ոչ, ես չեմ ուզում նկատողություն ստանալ։ Ուշադիր եղեք քվեարկություն բառից հետո որպեսզի նկատողություն չստանաք։ Դե ինչ, համար 4 ժպիտով խաղը համարում եմ բացված։ Համար 1 րոպե։ Շնորհակալություն։ Բարև ձեզ նորից։ Ողջունում բոլորին առանձնահատուկ խաղացողների, գրեթե չէ, բոլորին ես ճանաչում եմ, շատ հաճելի է ձեզ տեսնել մի սեղանի շուրջ։ Կոչ ունեմ Սևերին, Սևեր ջան, կոչ եմ անում ձեզ, նայեք, տարբերակներ շատ կան, գիշերը ձեզ կրակեք, կամ հիմա հանձնվեք, կամ վարողին կրակեք, կարմիրների մի կրակեք, հանձնվեք գնացեք։ Այս խաղում շանս չունեն Սևերը, հանձնվեք Սևեր, շատ հանձնվեք։ Ես առաջարկում եմ կարմիր թվին 4 խաղը կրենք, հələ ոչ մի հատ կարմիրների 4 հաղթանակ չի եղել այս մրցաշարում։ Եկեք այս թող այդ խաղը լինի։ Ես առաջին եմ անելու դա, Տաս ջան, կիսվելուն դեմ չեմ, եթե ավելի սև մասնակից, ավելի կասկածելի մասնակից չի, կիսվելուն դեմ չեմ, կարծիք արտահայտեմ, սիրով ինչ եմ 10-ին դիմում ինքնակիսող, ամեն դեպքում ես միշտ սովորեմ դիմացիս մարդու հետ խոսալ։ Լավ խաղ բոլորիս ու պարտադիր հաղթանակ, մասնակցությունը իմ համար էական չի, իմ համար հաղթանակն է կարևոր ու կարմիրների հաղթանակ այս խաղում։ Այդքանը շնորհակալ եմ։ 2 Ողջունում եմ բոլորին, ընդունեք համար 1։ Նայեք, համար 1-ը նենց տեքստ է ասում, որ ինձ թված ավելի շատ ինքը իրեն արհեստական կարմրացնում է, որ ասում է Սևեր հանձնվեք եւ այլն, դրա համար եմ դնում համար 1-ին, բայց դրա վրա էլ չեմ ուզում հիմնվեմ, որովհետեւ համար 1-ի գույնը պարզել այդ հեշտ չի։ Դրա համար 1-ը, այո, թող կիսվի, ասի իրա դիրքորոշումը ով է կարմիր, ով է սև, միգուցե համար 1-ի հետ այդ բարեկայում խաղամ, հիմա կհրաժարվեմ համար 1-ից, շատ, չգիտեմ, արհեստական ինչ-որ բան եմ նկատել դրա մեջ, կարող է դուք կարմիր է, կարող է սխալվեմ, իմ սիրած խաղաքարտը կարմիրն է, ես այսօր ուզում էի սև ընկնեի, որովհետև մնացած խաղերում կարմիր եմ եղել, բայց ոչինչ, հիմա կփորձեմ կարմիրների թմին օգուտ տամ ինչ-որ չափով, կստացվի այդ հաստատ, ես կարմիրով մի քիչ ավելի լավ եմ խաղում։ 3 Ողջունում եմ բոլորին, այսօր մեզ մաղթում եմ հիշարժան խաղ ամենակարևորը։ Տեսեք, ես համար 1-ին էմոցիոնալ, պոզիտիվ, լավ բացման տեքստեր։ Խաղամ այս կրոք համար 1, ընդունեք համար 2։ Համար 2-ին խորհուրդ եմ տալիս համար 1-ի եւ 3-ի մեջտեղը, որպես երկու արտյոմների մեջտեղը, հզոր արտյոմների մեջտեղը նստած երազանք պահել, որ սևերը հաղթեն, որտեղ դուք սև եք։ Ես մտածում եմ դուք սև եք։ Մեկը շատ պոզիտիվ բացում արը ու իմ կարծիքով համար 2-րդը ով էլ նստած լիներ, եթե լիներ կարմիր խաղացողը չիմանար համար 1-ի գույնը, զուտ կասեր մեկը պոզիտիվ բացում արը։ Դրա համար ես հրաժարվում եմ այս կրոք համար 2-ից, խաղում եմ 1-3 թվում, մաղթում եմ կարմիրներին միայն հաղթանակ, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 4 Ողջունում եմ բոլորին։ Համար 2-ը ոնց որ դուք համար 1-ին գտակ կարմիր, ես մտածում եմ համար 2-ն է կարմիր, որովհետև այդ խոսքից հետո երբ որ համար 1-ը տենց վառ կարմիր ձեր աչքին բացում արեց, եթե սև խաղացող լիներ, ինքը կասեր համար 1-ը լավ բացում արեց, ես խաղում եմ նրա հետ եւ այլն, դրա համար բայց դա չի նշանակում, որ ես դες սև եմ տեսնում։ Ես 1, 2, 3 եմ խաղում, մտածում եմ կարող է ես ինչ-որ մի գույնում սխալվում եմ, 1, 2, 3, ինչ-որ մի գույնում սխալվում եմ, բայց դեռևս առանձին ոչ մեկից շատ սև չեմ տեսնում։ Ես տեսա այն ժեստիկուլացիան, երբ որ համար 1-ը խոսած դուք ցույց տվեցիք, որ 1-ը կարմիր է, ես էլ առանձին 2-ին եմ տեսնում էմոցիոնալ կարմիր։ Դրա համար 1, 2, 3։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ 5 Ժորդ, ինչ էմոցիոնալ, ինչ բան, 3, 2, 1 սկսեցին ակնհայտ պրովոկատիվ, սենց ոնց որ ռասկաճկա անել։ Խաղը միգուցե սա ձևաչափ է, համաձայն որի, որ խաղը ավելի հետաքրքիր լինի։ Բայց արդեն ակնհայտորեն կոնֆլիկտ է երևում, 3, 2, 1 միգուցե արհեստական կոնֆլիկտ է, դժվարանում եմ ասեմ։ 4-ը փորձեց ավելի մեղմ, հա, սենց
խաղը տանի, բայց ինձ համար շատ զարմանալի է, որ հոպ ընկանք ու 3-2-1 բան սև սպիդ։ Ժորժ ջան, ոնց եք դուք առաջի կրուգում որոշում ով է։ Սա մեկ, երկրորդը համոզված եմ, որ միջև ինձ խոսացողների մեջ հաստատ մի հատ սև կա, որովհետև իրականում համաձայն եմ 4-ի հետ, 4-ի ու 2-ի հետ եմ համաձայն, չնայած չեմ ասում, որ կարմիր է, 2-ը էլ գույն չեմ կարող որոշեմ, բայց իրականում բոլորն էլ զգացին արհեստական ինչ-որ սենց շարժա գնում։ Ես խորհուրդ կտամ ուշադրություն դարձնենք 2-ին, 8-ին, 9-ին, անպայման ես իրանց հետ խաղացել եմ։ Շնորհակալություն։ Ուշադրություն դարձրեք։ 6 Ես էլ եմ ողջունում բոլորին, մեկի խոսակցությունից հետո մեկի իմ համար սև խաղացողը մինչև 2-ի խոսալը։ 2-ը մեկին կարմրացրեց, իսկ մինչև 3-ի խոսալը 2-ի իմ համար սևացավ։ Իսկ 4-ի խոսալուց հետո ես հասկացա, որ այս 3-ի մեջ մի հատ սև կա, ու պրիտոմ 4-ի հետ։ Մոտավորապես տես խաղեր են տալիս։ Մարդը սաղին քլնգեց, բայց ասեց 1, 2, 3 խաղում եմ։ Այսինքն ընդ կորցնելու բան ունի, մի հոգի սև։ Այսինքն եթե մի հոգի սև ունի կորցնա, այսինքն դա կորցնելուց վախենում են ովքեր սևերը։ Ուրեմն հաշվի առնենք, երևի 4-ի իմ համար արդեն սև է, 5-ը իմ ախպերն է, մյուս սևը, որ ասեմ դուրդ կգա, հեսա կգտնենք, մի քանի վայրկյանից, մեկի թեկնածություն դրեց 2-ը, երևի եկեք դնենք 2-ի թեկնածությունը էլի, դնենք դրել ես, դե բան արա, բրեմ փող դիր, այսքանը ես կասեմ։ Շնորհակալություն։ 7 Բարև ձեզ սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորին։ Կարծիքներ հնչեցին, ես ավելի շատ կարծիքներից համամիտեմ 5-ի ու 6-ի կարծիքների հետ։ Տեսնում եմ 1-ից 3 ավելի շուտ սև, 4-ին չեմ ընդգրկի այդ ցուցակի մեջ, որովհետև Իրանը ավելի նեյտրալ դիրքորոշում էր համեմատած մնացածի խոսքին։ Իմ համար, եթե անկեղծ չհասկացա այդ միանգամից առաջինի վրա խոսալը երկրորդի, առաջինը ուղղակի պոզիտիվ բացում արը, եթե երկրորդը հիմա կանգնի ասի, որ առաջինն եմ դրել, որ ստոլը կիսենք, որ ինքը նորից խոսա, դրա համար օքեյ, հասկանում եմ քո տեխնացությունը։ Համար երրորդը շատ հանգիստ է խոսում, բավականին, ինձ թվում է կարմիր խաղացող կլինի։ Ասենց ասացի ու իմ սևի կասկածը գնաց երկրորդի վրա ավելի շատ փաստորեն։ Դերևս այսքանը կասեմ, թող կիսվի ստոլը, ու 10-ը կորոշի ու միջև կիսվի, բայց երկրորդի միջև հաստատ կիսվի, էլի։ Երկրորդ խաղացողին չգիտեմ ում միջև, երկրորդի ու դա, այդքանը, շնորհակալություն։ 8 Ողջույններս, հաճելի խաղ եմ մաղթում։ Ուրեմն անդրադառնամ թվերին արագ, փորձեմ շատ գունային sense գամա չտարածեմ, որովհետև մի քիչ sense յառի sense լավ չկա այդ գունային բանը, որ ասեմ, բայց համար 1-ի բացումը դրական բացում էր, բայց միևնույն ժամանակ ոնց նկատեց համար 5-ը ինչ որ պրովոկացիոն բան գնացել է առաջի տրոյկի մեջ։ Ինչևէ համենայն դեպս նենց չի որ ըստիս համար 1-ի կիսելը այս բային հարկավոր է։ Համար 2-ի հետ կապված համար 2-ն էլ նկատեց այդ 50-50 համար 1-ի խոսքը եւ այլն դրեց հա տեխնացություն, եթե ինչ համար 2-ը օքեյ համար 1-ի կիսվելու հետ, համար 2-ի գույնը իմ համար այս պահին եւս պարշի, ես չեմ ուզում ոչ բարձրացնեմ կարմիր, ոչ իջացնեմ ներքև սևացնեմ, դրա համար էլի 50-ն է, դրա համար ես կողմ եմ լսեմ համար 2-ին կիսելու ժամանակ։ Համար 3-ի հետ հանգիստ հանդարտ նստած ու երբ համար 6-ի հետ համաձայնվեցիք կապված նրա հետ, որ այդտեղ սևին չկորցնելու բան կա, ինձ դա դուր եկավ։ Ես խաղում եմ համար 3, համար 6, ինձ դուր է գալիս։ Համար 5-ել եմ ուզում խաղամ, բայց սա առաջին համար 8, համար 9 Ես էլ եմ ողջունում բոլորին։ Համար 1-ի խոսքը ինձ շատ դուր եկավ, շատ դրական բացում էր ու ես խաղում եմ համար 1-ի հետ, հետևաբար չեմ խաղում համար 2-ի հետ։ Համար 2-ին հստակ սև գույն չեմ տալիս ես, բայց իմ համար ավելի շատ սև խաղացողի խոսք էր դա։ Դրա համար կուզենամ, որ համար 10-ը կիսի համար 2-ին, որ լսենք ավելի շատ համար 2-ի խոսքը։ Համար 3-ի հետ խաղում եմ, համար 4-ը իմ համար երկրորդ սևն է այս կողմի նստած, բայց էլի հստակ գույն չեմ ուզում տալ, որովհետև 0 շրջանն է, դեռ հստակ գույներ չեմ կարող տալ։ Համար 6-ի հետ եմ խաղում, համար 6-ի անալիզը դուրս շատ եկավ, խաղում եմ 1, 3, 6, 8 թմում, դիմացի կողմում թողնելով 2 սև, այս կողմում 1 սև, մնացածը արդեն մյուս շրջանին պարզ կլինի, փաս։
Մերսի, 10 եզրափակ եք։ Ես զարմանում եմ 5-ին ոնց է կարմիր խաղացող տեսնում, երբ որ 5-ը ասում է 4-ը կարմիր խաղացողա, որտեղ 4-ը 1 2 3 վերցրել է թիմ, չնայած նրան, որ 3 հասել է, ես խաղում եմ այս խաղը 2-ի սև գույնից։ Այդ 1։ Երկրորդը 2-ը 1-ին սև խաղացող չի թողել, 2-ը ասել է, ես կարծում եմ, որ մի քիչ արհեստականներ դնում եմ պոզիցիոնի ձեր տեխնացությունը, եթե կուզեք սև մարդ չտենակ ընդել, 1-ին կիսեք, թող 1-ը կիսվի իր պոզիցիան ասի։ Ես խաղը կիսում եմ 1-7, ընդունեք 7-ի տեխնացությունը։ Ընդունված է 7։ 1-ից մինչև 5 քվեարկում են 7, 6-ից մինչև 10 քվեարկում են 1, 1-ից 5 7, մնացածը քվեարկում են 1։ Ես 7-ի պոզիցիան չեմ հավանել, որը չի նկատե 5-ի այդ թերությունը, որը խաղացել է 4-ի հետ։ Սենց ասեմ, ես կուզեմ 8 ստուգվի այս խաղում։ Հա, 10 ստուգվի, ոչ ման 10 ստուգումից չես հասկանալու։ Երկուսին տարբեր բոքսերից անվանել են կարմիր խաղացող։ Երկուսից ինչ ես ուզում։ Ուրեմն 4-ի ստուգում ուզի համար 3 ժամ, որը անվանել է երկուսին, քեզ եւ մեկին, իրար հակառակ խաղացող թմերին կարմիր խաղացող։ Դրա համար 4-ը պետք է ստուգվի։ Մի հատ ասեք քվերը, ես մոռացում եմ քվեարկելու։ Դուք քվեարկեք համար 1-ին։ Առաջին նկատողությունն է։ Շնորհակալություն, ներս եկեք։ Եվ այսպես ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 1 2 7։ 1 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 1-ը, շնորհակալություն 5 ձայն։ 2 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 2-ը, շնորհակալություն 0 ձայն։ 7 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 7-ը, շնորհակալություն 5 ձայն։ Խաղը կիսվել է 1-ի եւ 7-ի միջև 1:30 վայրկյան։ Իսկ դուք 6-րդ ձենն է, սիրտս տեթև թուլացավ։ Ժողովուրդ ջան, 4-ը պետք է ստուգվի, այդ ամեն ինչը, նայեք, 4-ի ստուգումը ամստեղ է գույն տալի, ամ 5-ի գույն ենք հասկանում, ամ 10-ի գույն ենք հասկանում, 4-ի ստուգումը մեզ շատ լավն է։ Բացառում եմ կարմիր թմից այս կրուկ, 4, 5, 7 մասնակիցներին, այս կրուկ։ Ստում է 4-2-ի գույնը պատմել է 3 ջան, իր հակակրուկն ես, բայց եթե 4 ստուգում ասավ, 2-ը ըստ իսկ կարա կարմիր լինի, որտեղ ինքը համոզում էր, որ ինքը ուզում էր համոզել 2-ի գույնի մասին։ Ես չեմ բացառ այդ վերսիա, այս կրուկ 4-5-7-ին եմ խաղալու։ 7:30 վայրկյան։ 10-ը որոշեց կիսի, որ 1-ի ու 7-ի մեջ, որ հասկանա խի ես համար 5-ի կարծիքի հետ համամիտ եմ եղել, համար 5-ը ուղղակի իմ համար վերլուծական խոսած, որովհետև այդ բանը ես էլ էի մտածում, որ 1-ից 4 հաստատ մի սև տեսնում եմ դրա համար, բայց ես նկատառումը չհասկացա ինչի հենց կոնկրետ 5-ի հետ կապված ես ինքը իմ համար նեյտրալ խաղացող, ուղղակի որպես վերլուծական բան, ես էլ այտենց մտածեցի, դա համար ասեցի, հետո ընթացք վերլուծություն տվեց 6-ը, դրա համար եմ ասում։ Իսկ ինչը վերաբերվում է համար 10-ին, համար 10-ի էսենց կիսելը ինձ դուր է գալի, որովհետև ես խոսքի իրավունք ունենամ համար 5-ի վերաբերյալ ու պոզիցիան էլ է դուրս գալիս։ Շնորհակալություն, ձեռքերը սեղանից հետ, ուշադրություն, քվեարկություն, տեխնացուներն են 1 7 1 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 1-ը, շնորհակալություն 5 ձայն։ 7 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 7-ը, շնորհակալություն 5 ձայն։ Խաղը կիսվել է եւ հարցը հնչելու է 2-ի հեռանալու վերաբերյալ։ Եվ այսպես, ովքեր են համաձայն, որպեսզի 2-ն լքեն խաղը, շնորհակալություն 0 ձայն։ Գիշեր քաղաքում։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 10-ին։ Ամեն գիշեր Դոնը հնարավորություն ունի փնտրելու շերիֆին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին, իսկ շերիֆը փնտրելու սև խաղացող։ Ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը, համար 4, համար 5, համար 7։ Առավոտ։ Համար 10 1 րոպե մահախոսական։ Դե իմ համար արդեն ծիծաղալու է, ճիշտ ասած, որ ես եմ գրակվում։ Ստուգել է շերիֆը 4-ին, ինձ հետաքրքիր է։ Ես մտածում եմ, ես տրոյկեն 4 ասեցի եռյակի մեջ, բայց եկեք փոխեմ։ Ես մտածում եմ 5, 7-ը ու 9-ը կարավատ լինի։ Երկուսը կարմիր խաղացող է։ Հա, մտածում եմ երկուսը կարմիր խաղացող է, մտածում եմ 4-ը կարմիր է, 1 2 3 որ վերցրել է թիմ, մտածում եմ 5-ը սև է, որ կարմիր 4-ին վերցրել է ու չի հասկացա, որ 1 2 3 թիմ չկա, պետք է վերցներ 4-ի հետ։ Դրա համար ես լինեի օրինակ 5 խաղացողին հիմա կհանեի։ 7-ը 8-ը որ լայքել են 5-ին, այդ լավ չի։
Դրա համար ձեր մեջ է պետքա ստուգում լինի, բայց հիմա ես մտածում եմ, որ 5-ը պետքա գնա, ձեզ լավ խաղ եմ մաղթում։ Այսքանը։ Շնորհակալություն, ցավեք խաղակալը, ծափարենք կընտրեմ։ Խաղաշրջանը բացում եք դուք համար 2, համեցեք։ Երբ որ օրինակ համար 10-ը խոսում էր, ես ցույց եմ տվել համար 10-ը կարմիրը, որովհետև համաձայն եմ եղել, ինքը ումա թիվ ցույց տալիս, որ սևը ընդունեք 5։ Նայեք 5-ի պրոմխի հետ համաձայն եմ, երբ որ խաղումա 4 չի անդրադառնում այդ 1, 2, 3 թմին, որը ձևավորել էր համար 4-ը, բայց ես սենց մի հատ միտք ունեմ։ Ավելի բարձր չեմ կարա, բայց կփորձեմ։ Ասում եմ, որ համար 5-ի այդ պրոմոխի հետ համաձայն եմ, երբ որ ինքը վերցրել է 4-ին թիմ, չի անդրադարձել 1, 2, 3, չի խոսացել ու ինչ-որ բան չի ասել դրա վերաբերյալ։ Մտածում եմ, որ համար 5-ի հետ սև կարա լինի 7 ու 9-ից մեկը, բայց 8-ին ավելի շատ ես կարմիր եմ տեսել, ինքը փորձել է խաղը վերլուծել, չգիտեմ, բայց օրինակ համար 7-ն ու 9-ը իմ համար խոսացել են շատ խառը, ինչ-որ թմեր վերցնելով, որը դա չկար սեղանին։ 10 վայրկյան։ Ես կարմիր եմ, ես մեկի հետ ասել եմ կխաղամ այն դեպքում, երբ որ ես իրա գույնը գտնեմ, ես մեկին թողել եմ 50-50։ Շնորհակալություն։ 3 Նայեք, ես կարևորը գտել եմ հիմա մի քանի կարմիր գույն սեղանին։ Ես կասեմ իմ կարմիրական թիմը այս բանով է։ Մեկը 6-ը, որտեղ 6-ը վերլուծեց, որ 4-ը կարա 2-ի հետ սև լինի, դրա համար 6-ը իմ համար հիմա կարմիրում է։ 8 պատմեցին ձեր գույնը, ու իմ կարծիքով, եթե ես 2-ին սև եմ տեսնում, բնականաբար դուք իմ համար կարմիրում եք, եւ 5-ն է իմ կարծիքով կարմիր։ Ես խաղալու եմ այս խաղը այդ կարմիրական թիմով։ 7-ի 9-ի մեջ մնում է այն վերջին սևը։ Իմ կարծիքով սևերի եռյակն են 2, 4, 9-ը։ Ինձ թվում է հիմա տղաներով ու նաեւ համար 8-ը մեր հետ 3 սև աղջիկների դեմ ենք խաղում։ Ընդունեք 4, ընդունված է 4, ընդունեք 2, ընդունեք 9։ Իմ սևերի եռյակը դա է, կարմիրներն է, խնդրում եմ իրար հետ չվիճել, որ խաղը չպարտվենք։ Ես իմ կարծիքով սխալ չեմ տեսել։ Շնորհակալություն ձեր կարծիքի համար, համար 4 Ընդունեք 3-ի տեխնացությունը, ընդունված է 3։ Նայեք, համար 10-ը շեշտեց մի քանի անգամ, 10-ը եղել է կարմիր խաղացող, որ 4-ը դա կարմիր խաղացող է, 2-ը կարմիր խաղացող է։ Դուք շարունակում եք պնդել, որ 2-4 դա սև խաղացողներ են, դրա համար ես ձեզ հետ չեմ խաղում։ Ես շերիֆն եմ ես խաղի, ինձ մոտ 5-ը ստուգված սև խաղացող է։ Դուք բացում եք իմ դեմ, իմանամ, որ ձեզ չստուգեմ։ Չէ։ Ընդունեք 5, ես շերիֆն եմ 5-ը ստուգած սևը, ինչ եմ ստուգել 5-ին, որովհետև անկախ նրանից, որ 6-ն ու 7-ը ասել են, մեկը ասել է իմ աղբերն ես, 7-ը համաձայնվել է, որին ես շատ եմ կասկածում, ու 7-ի մասին, ես ձեր հետ եմ շփվում, 7-ի մասին չեք ասում, որ ասեց 4-ը կարմիր, 1, 2, 3, շատ են սևերը, հետո ասեց 1, 2, 3, 10 վայրկյան, այնտեղ կարան 3-ը կարա լինի կարմիր, ոնց է, ինքը իր խոսքի մեջ սխալ բաներ խոսած։ Ընդունեք 5, հիմա մեզ կլքի 5-րդ համարը, ես կստուգեմ ձեզ, եթե դուք չեք համար 4, համար 5։ Ժորջան, ես կարմիր եմ, պարզա, 4-ը սև է, ու հիմա գնում ենք տրամաբանեն, գիտեք, սիրում եմ խաղալ ինչ որտեղ երբ։ Առաջինը, համար 10-ը չնայած կրակվեց, բայց ինչ-ինչ պատճառներով մի քիչ ընես չասեց, ոնց կար։ Առաջինը, ես 4-ի հետ թիմ չեմ կազմել։ Սա մեկ, երկրորդը, հիշեք իմ առաջի խոսքը։ Չեմ կազմել։ Ես ընդամենը ասել եմ, ոնց որ իջացրել է։ Երկրորդը, 4-ը սև է, որը դες կարմիր եմ, ես գիտեմ, եթե ասում եմ ես ստուգել եմ սև է, չէ, ես էլ կարմիր եմ, գիտեմ, որ ինքն է սև։ Սա միանշանակ։ Գնում է 4-ինը դրած, հա։ Ընդունեք 4-ի տեխնացիա։ Հաստատված է։ Ահա։ Քվեարկում ենք 4, 4-ը գնում է։ Առաջին հերթի, հա, ու ամենակարևորը, երբ որ ես խոսում էի, հիշեք հստակ, համար 2-ն էլ շեշտեց 10-ի խոսքերը, պադաչը բռնեց ու սկսեց զարգացնել։ Ես թիմ չեմ կազմել 4-ի հետ։ Սա հստակ բոլորդ հիշեք, չեմ կազմել։ 10-ը միգուցեև սխալվել է, 2-ը պադաչը վերցրեց ու սկսեց զարգացնել։ Հարց հացակում։ Դե լավ, մի հոգի մարդ սխալվեց, օրինակ, չգիտեմ, տպավորություն ստեղծվեց։ Եթե 2-ը պնդում է, շնորհակալություն համար 5,
Շնորհակալություն, համար 6 համեցեք։ Խաղում ուրիշ շերիֆ կան, ավսակի հետը կա, ասեմ բացվի էլի, հա թող բացվի։ Եթե չէ, ուրեմն բարի գիշեր։ Ես կընդունեմ համար 4-ի շերիֆին, դնեմ համար 4-ի տեխնացին 7։ Իսկ 2-ին դնեմ, որի դեմ կքվեարկես։ 4-ին էլ 2-ին էլ կքվեարկես, բա քո հետի սևերը չեն իրանք։ 2-ն է քո հետի սևը։ Ընդունեք համար 7-ի տեխնացուն, ավսակի թողնի, որտեղ ինձ թվում է տեխնացուների մեջ 3 հոգի սև կա կամ գոնե 2 հոգի սև կա։ Հետարքիր խաղագնում, շերիֆ խեսքան շուտ բացվար, մի հատ կարմիր էր, թե մեկ չէ լրբեր էլի, մերժեմ ճանիտ, հա։ Շերիֆն այն է, հա։ Ես չգիտեմ, ես կուզենամ, դավայ, ես սխալվում եմ, քանի որ ես դեմից ասել եմ աղբերը, սա աղբորս տերն եմ, ուզում եք ինձ սև ճանաչեք, ուզում եք չէ։ Ես քվեարկեմ 4-ի դեմ, բայց ամեն դեպքում 7-ին ուշադիր եղեք։ 7-ին ուշադիր եղեք։ Մարդուն հարց եմ տալիս, չի կարողանում նորմալ պատասխանի։ Ասում եմ ում դեմ, 4-ի դեմ կքվեարկես, բրատ, հենց ըմի, չէ։ 2-ի դեմ կքվեարկես։ Խի, ուրեմն 4-ը սև է, չէ։ Ցավը տանը։ Всё, ես էլ կարող եմ ասել։ 7 Ժողովուրդ, նայեք, համար 5-ը ես անցած պտույտից է համար 5-ի խոսքի հետ զուտ համաձայն եմ եղել։ Ինքը չի ասել, ես տենում եմ 1 2 3 4 սև, ինքը ասել է ես տենում եմ 1 2 3, բայց քանի որ համար 5 ջան, մենակ 4-ն է այս պայության բան շերիֆ, ուրիշ շերիֆ չի բացվել։ Ինչ 10 շերիֆ է գնաց, այդպես պատականության սկզբունքով սևը բռնեց 10 խփեց, միանգամից 10 շերիֆ գնաց։ Բա թո բացվի, եթե շերիֆ կա, բացվի։ Հիմա ես ըստ խաղի լոգիկայի եմ գնալու, եթե ինքը շերիֆ բան է, կամ է պետք է համար 4 հանենք, հավասարություն, չէ, հավասարություն պետք է դինի։ Ուրեմն 10-ը չէ, այստեղ պալիբոմում ֆռալա, նայեք, ես պաշտպանել եմ ձեզ համար 5 չեմ, բայց այս պայդրությամբ դուր ա եկել զուտ խոսքը, բայց այս պայդրությամբ ձեր դեմ է խոսում մի շերիֆի կողմից։ Իմ համար եթե ընտրություն եղավ 4-2, որը հարցեց 6-րդ համարը, ես կքվեարկեմ 2, որովհետև 4-ը այս պայդրությամբ սեղանի միակ շերիֆն է։ Այս լոգիկայի է։ Всё, այդքանն եմ ուզում ասեմ։ Մնացածի մասին այդպես Այ ժողովրդի շերիֆ կարմիր եմ ասում եմ շնորհակալություն։ Համար 5 առաջինը կատողություններ։ Համար 8 խաղում ես ինձ համար գտել եմ սև 4-ին ու 7-ին։ Հիմա համար 1 ես ուզում եմ ձեզ լսել ու ձեզ հետ խաղալ, որովհետև ձեր 30 վայրկյանին որ խոսացիք, իմ համար այնքան եք կարմիր էր, որ ես կուզեի ձեզ հետ թիմ կազմել։ Ու ձեր առաջին իսկ ասացին, հետևելով կարմիրներով գնանք առաջ։ Համար 2-ի հետ խաղում եմ միանշանակ վերլուծության համար, բայց համար 3 պաշտպանեցիր համար 5-ին, միջև համար 5-ի խոսալ ես, մտածում էի ճիշտ չի։ Շատ միայն 5-ին պաշտպանելու, միայն 5-ից խոսելու մասին էր գնում ձեր ելույթը, բայց համար 5-ի խոսելուց հետո ու իմ համար սեղանում ուրիշ շերիֆ գտնելուց հետո ես համար 5-ի հետ կփորձեմ խաղալ։ Չեմ ուզում բացեմ, որովհետև իմ համար հենց հիմա նա դբնես չկա։ Ես շերիֆ չեմ։ Խաղում կա շերիֆ, բայց 4-ին մա շերիֆ չի։ Ես չեմ հավատում։ Կանցնի, մի հատ էլ կպտտվենք, կարող է ինչ որ միտք փոխեմ։ Այս բան ես տենց եմ խաղում։ Ինձ համար 6-ի հոգեբանական ճնշումը դուր է գալիս, համար 7-ի նկատմամբ։ Համար 7-ը դրա համար սևացավ, քանզի շնորհակալություն համար 8, համար 9 Տեսեք, առաջի շրջանում խաղացել եմ համար 1-ի կարմիր գույնով, բայց հիմա ուզում եմ հրաժարվել համար 1-ի կարմիր գույնից։ Չեմ խաղում հստակ համար 1, համար 4, համար 7 գույների հետ, հստակ խաղում եմ համար 5-ի հետ, խաղում եմ համար 3-ի հետ, ավելի մնացած բոլոր գույների հետ խաղում եմ։ Իմ սևերի եռյակը գծվել է 1, 4, 7, իրանցից մի կխուսափեմ, ես չեմ հավատում ձեր շերիֆությանը, չեմ հավատում ձեր շերիֆությանը։ Ոնց որ ասեց 8-ը, ուրիշ շերիֆ կա սեղանին։ Ես ոչ մի բան չեմ ասելու։ Առաջիններ համար 3։ Շերիֆը պետք լինի ինքը կբացվի կասի։ Չեմ խաղում 1-ի հետ, 4-ի հետ եւ 7-ի հետ։ Ընդունեք 4։ Հաստատված եմ։ Փաս։ Շնորհակալություն 1։ Ընդունեք 7։ Ընդունված է 7։ Ինչքան շերիֆ կա սաղ մնում են այս կրուկ խաղում, սաղ մնում են։ 7-0 կրուգով որ ոչ մի ձայն չստացավ, ես սպասում էի գոնե մի հատ սև, մի երկու հատ սև պետք է դնեին, էլի, այսինքն 7-ը 7-ի հետ սև կա խաղում, բնական է 7-ը պետք է գնա։ Չէ, այ բալամ, ինչ ստուգված, ինչ ռեակցիա էի ստուգում, մի կապտի, շերիֆ չէ։ Պրոստը ռեակցիա էի ստուգում, ինձ հետաքրքիր ինչ ռեակցիա կտաս, բայց ամեն դեպքում որ դու թեման հանեցիր 4-ու 7-ի վրայից ու փոխեցիր 5-ի վրա, համար 3 ջան, այդի դուրս չեկավ, դու 4-ից ու 7-ից հանեցիր թեման քո խոսքի ժամանակ, հասկացա՞ր, ինչ եմ ասում։ Դու ֆորացիր 5-ի վրա, այդ ինձ կասկածը տեղի կա, դու թեմիդ կեսը փոխեցիր։ Ես դրա համար շեղվում եմ արդեն ուրիշ ուղղությամբ։
10 վայրկյան։ Իմ համարինը ջան, համաձայն ես 7-ի կրուգն է այս կրուգը։ Բա ում 4-ի։ Չէ, բոլոր շերիֆները մնում են խաղում։ Այս կրուգը այդ կրուգը չի։ Էլ այդքան ուժեղ չի համարինը, որ կարողանա 4 անի, իմ կարծիքով։ Շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 5 4 3 2 7 5 ովքեր են համաձայն խաղի ցեղրանը համար 5-ը շնորհակալություն 1 ձայն 4 ովքեր են համաձայն խաղի ցեղրանը համար 4-ը 5 ձայն 3 ովքեր են համաձայն խաղի ցեղրանը համար 3-ը շնորհակալություն 1 ձայն 2 ովքեր համար 3 ստացեք երկրորդ նկատողությունը 2 ովքեր են համաձայն խաղի ցեղրանը համար 2-ը շնորհակալություն 0 ձայն 7 ովքեր են համաձայն խաղի ցեղրանը համար 7-ը շնորհակալություն 2 ձայն համար 4 5 ձայնով լքում եք խաղը 1 րոպե մանխոսական նայեք համար 1 դուք ինքներդ ցույց տվեցիք որ 5-ը դա սև խաղացող է ճիշտ է Զավիչյանի ա եղել որ ես կարմիր խաղացող եմ ես միակ բացված շերիֆն եմ այս տեղանի շուրջ միակ բացված շերիֆն եմ ինչ որ իմ դեմ նակատներ ա եղել 8-ի կողմից 9-ի կողմից 6-ի կողմից 7-ի կողմից ում հետ եմ ես այս խաղում սև նայեք ես շերիֆն եմ 5 ստուգած սև ա գոնե մյուս կրուկ իմ բալանսը կխաղարկեք պարզա ու կլսեք ուշադիր ես թողում եմ 1 2 3 կարմիր խաղացող ընդեղ են բոլոր սևերը պարզա Պաս Շնորհակալություն ծափարենք խնդրեմ Գիշեր Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 3-ին։ Դոնը չստուգեց ոչ մեկին, քանի որ նա խաղի մեջ չէր։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առավոտ համար 3 1 րոպե մանխոսական Խաղը պարզ է շատ։ Համար 1 ջան, կարմիր ես։ Ասեմ ավելի ստուգված կարմիր ես։ Խաղում եք 1-ի կարմիր գույնով։ Համար 5, համար 6, համար 8, համար 9, համար 1, սա ձեր թիմն է, թիմից չեք շեղվում։ Բացարձակ, չեք խաղում բալանս, սա ձեր թիմն է, իրար հետ մի կռվեք։ Խաղի սևն են, 2, 4, 7, դաժա ասում եմ ով է շերիֆը, համար 9-ա շերիֆ, խաղում եք տենց, 7-ը ստուգված սևը, 7-ը ստուգված սևը, խաղում եք այդ թիմով, խաղի սևն են, 2, 4, 7, չեք լսում սևերի ինչ են ասում, որտև ես կարմիր եմ, ես չեմ կարա սև լնեմ, ես հաստատ սևերի կողմից չեմ խոսալու Օնլայնն է եղել է 2-4-7-ի, իմ համար 1-2-3 կարմիր են, եթե ում ասվեց հասկանում է, ում վերջին ասել է կարմիր, նա է կրակ, ասել է 3, ես կրակվել եմ, ուրեմն իմ վերջան Շնորհակալություն համար 3, ծափարենք խնդրեմ համար 3-ին Կարմիրները իմ կարծիքով, այս խաղում կարմիրները պետք է թիմավորվեն, նայեն բոլոր արգումենտները, լսեն մարդիկ ինչ են ասում, տարբեր վերսիաներ քննարկեն, խաղային վերսիաներ ու այդպես շարունակեն խաղալ, թե չէ միշտ սևերը կհաղթեն։ Շրջանը բացում եք դուք համար 5, խնդրեմ։ Ես միանգամայն համաձայն եմ համար 3-ի հետ, համար 7-ը պրովոկացիային չդիմացավ, համար 6-ը իրականում պրեսինգի տակ գցեց, չէ, ես չեմ քննարկում ձեր խաղալու ոճը։ Պարզապես ինքը այնքան ակնհայտ էր, որ 4-ի հետ մեկ էլ մի պահ երեխեք զգացիք, ոնց որ տոկ խփեց, էլի 7-ը գնում է, այլ երկար բարակ չխոսամ, շատ պարզ պատճառով 7-ը չդիմացավ 6-ի պրեսինգին։ 2-ի մասով չեմ վիճում, վախում եմ, լուրջ եմ ասում, երկու անգամ խաղացել եմ, բա որ հիմա էլի սխալվում եմ, կրվում ենք։ Շնորհակալություն համար 5, համար 6։ Ժորժ ջան, 3-ը սև է գնացել, ասեմ իմանաք։ Հա, սամաստրելով է գնացել, ցավն է տանը։ Լուրջ եմ ասում։ Տենց մի բաներ եք, ես բաներ չգիտեմ, ես անիմաց բլթսրի։ Խաղս գրում է համար 7-ը։ Քանի որ համար 7-ի տեխնացիան դնում եմ, խաղս դնում եմ նաև երկրորդի տեխնացիան, ասակի թողնի։ Ստացվում է որ տանը լիքը տեխնացիաներն են լինում։
Ընդունեք համար երկրորդի տեխնացիություն։ Ոչինչ։ Ընդունված է 2 համար 8 7-ից հետո 8-ն է, չէ։ 7-8 Մեր ժամանակ 7-ից հետո միշտ 8-ն էր, ես չգիտեմ, նավսակի տենց բլծնում եմ։ Չեմ բլծնում, մեջը բան կա։ Դու թարշմինայի ցավը տանում, ինչ եմ, դու ես սխալ խոսած։ Ես քվեարկեմ 7-ի դեմ, հետո 2-ի դեմ, հետո տենց։ Շնորհակալություն։ Եվ շերիֆին հավատում եմ։ Շնորհակալություն համար 6, համար 7 Ընդունեք համար 5-ի տեխնացությունը։ Ընդունված է 5։ Առաջի գիշերը հելնում է համար 10-ը, համար 10-ը իր խոսքում ամենավերլուծական խաղահելը մի փուլի ընթացքում ինքն է անում, որ ասում է համար 5-ին եմ սև խաղացող տեսնում, որովհետև ինքը հելնում է ու պահում է։ Ես այդ խոսքը չեմ հասկանում, բայց հետո ընթացքային 4-ի խոսքը լսելուց այս պայդրությամբ ես հասկանում եմ, որ շերիֆը համար 9-ն է, որովհետև միակ մարդը, որ ասում է, հələ սպասենք, լավ շերիֆը չի բացվի, օքեյ։ Ես շերիֆ տեսնում եմ համար 9-ին։ Ինչ։ Ստուգել ես ինձ, տեսել ես սև, օքեյ, ուրեմն ինքն է շերիֆը, ես սև խաղացող եմ, եթե տենց է։ Ես կասկածել եմ համար 9-ի ու համար 1-ի միջև, կասկածել եմ համար 9-ի ու 1-ի շերիֆության մեջ, բայց հիմա համար 3-ը գնալու տնես տեքստը ասում, ոնց որ ինքն է շերիֆը ու ինքը ստուգել է, այնքան ինքն է վստահ ասում։ Խի, համար 7-ը երբ է խաղացել համար 2։ Մի հատ կասեք համար 2 երբ է խաղացել, ասել է համար 2 կամ 4-ի հետ երբ եմ խաղացել, քվեարկության ժամանակ ում եմ դնում քվեարկում, համար 4-ին եմ դնում քվեարկում հանում։ Ում եմ մի հատ ընդհանուր վերլուծեք իմ խաղը։ Չէ, այտենց ասելով չի։ Սենց անալով չի։ Լավ, այսքանը եթե գիտակցում եք որ կարա 7 հանեք ու որպես սև խաղացող ես գնամ, հալալ է ձեզի։ Անկեղծ հալալ է։ Շնորհակալություն։ Ուղղակի խաղի փուլ են։ Շնորհակալություն համար 7, համար 8։ Համար 5 դրել էիք համար 7-ի տեխնացությունը չեմ հիշում, ընդունեք համար 7-ի տեխնացությունը։ Ընդունված է 7։ Չէիք դրել։ Այդ չդնելու առումով միգուցե մոռացրեք, բայց մի տեսակ, օքեյ, լավ։ Համար 7 դու on-line ռասլադով էր։ Չէ, օքեյ, բան չեմ ասում, հանգիստ։ Համար 7 դու on-line ռասլադով էր խաղում համար 4-ի հետ, ասելով, համար 3-ի ասելով։ On-line ռասլադա նկատ է հավանաբար, դրա համար այդ մասին գնացել է, բացի այդ վերջին ձեր խոսելու ժամանակ դուք շատ ոնց ավելի գրական ասեմ, պայթյուն տեղի ունեցավ։ Ես խաղում եմ Սենց խաղում եմ 7-ի սև գնալով հիմա, ուրիշ քվեարկություն ես չեմ անելու։ Համար 2-ի հետ կապված, որ 3-ը դուրս եկավ, ասեց համար 2-7 նայեք, 2-ին ես կլսեմ, 2-ը խոսալու է, բայց հիմա հələ որ ոչինչ չեմ ասի։ Ու շատ եմ ուզում հիմա այս պահին արդեն համար 9-ին լսեմ, որովհետև պետք է արդեն համար 9-1 կլսեմ ես ձեզ, կհանեմ 7, համար 6-ի հետ խաղում եմ, 5-ին էլ ուշադիր եմ։ Փաս։ Մերսի։ 9 Ընդունեք համար 7 Հաստատված է։ Ես խաղի շերիֆն եմ, առաջի գիշեր դուրս եմ եկել ստուգել եմ 4-ին ստուգված սև խաղացող ա եղել, ուղղակի որ ինքը բացվեց իմ դեմ, ես չուզեցա բացվեմ, որ մի գիշեր էլ ստուգեմ, կասկածներ ունեի, որ համար 7-ը հաջորդ սևն է։ Ստուգեցի համար 7-ին, համար 7-ը հաջորդ սև խաղացողներ։ Հետևաբար 4-ը գնաց, հիմա կգնա համար 7-ը, ու ամենայն հավանականությամբ կկրակեն ինձ այս գիշեր։ Ինձ չի թվում, որ համար 3-ը սև խաղացող ա գնացել համար 1 ջան, ու համար 6։ Ինձ ընդհանրապես չի թվում 3-ը սև խաղացող գնացած լինի։ Չէ։ Հիմա հաջորդ սևին ես 1-2-ի մեջ եմ տեսնում, ինչքան էլ 1-ը դրական է, ես մտածում եմ 1-2-ի մեջ կարա լինի։ Լավ, այսքանը պաս։ Շնորհակալություն։ Ես հասկանում եմ, որ դուք նույնիսկ ուզում եք դիպչել, օքեյ։ Համար 1 Համար 9 ջան, անցյալ շրջան քո ստուգված սևի դեմ ով է քվեարկի։ Չէ, ով է քվեարկի։ Ես ու 8-ը, դու իմ 8-ի դեմ խաղ չունես։ Մենք առանց քո ստուգվելու, առանց քո բացվելու 7 ենք դե քվեարկում։ Թողում ենք 2 շերիֆ խաղում, քվեարկում ենք ամենասևի դեմ։ Այսինքն դու 1-8-ի դեմ այս շրջան խաղ չունես։ Լավ, մյուս շրջան կարաս ունենաս, այս շրջան հաստատ չունես։ Ստուգում, դե հիմա 7-ն է գնում։ Նայեք, 4 ախր շատ վատ բացվեց, 0 կրուգով շերիֆ բացվել է։ Իրականում կարելի էր, եթե 6 կրուգ բացվել, բալանս խաղալ, 5 անել, բայց այնքան վատ է բացվել։ Ես չեմ կա, հետո քո էմոցիան է, որ ես երրորդին ասի, ես եմ շերիֆը 5 ստուգված սև, Ես մենակ մեկի դեմ եմ խաղում։ Ես խաղаю, որ հեսա մեկը ասֆալտաուկլաչիկը նստում քշեմ համար մեկի վրա։ Այն որ քլունգով, չգիտեմ, կացինով գալիս էր մեկի վրա։ Ես հասկացա, որ ստեղ շերիֆ է, որ սենց արդեն կայծերից պահկվում էի։ Չէ, էմոցիոնալ ու տեքստային ու դիրքային 9-ի շերիֆությամբ եմ խաղում, գնում է 7-ը, ոնց որ անցյալ շրջան էի առաջարկում։
Շնորհակալություն 2 Համար 2 կստուգ ես, կարմիր ես գտնելու, համար 2 կստուգ ես հիմա, ես կհանեմ 1-ին, լավ, բայց որ ստուգես 1, օրինակ ինձ ատակա կգնա, որտեղ 6-ը ստուգված չի, 8-ը ստուգված չի, 5-ը ստուգված չի, դրա համար կստուգ ես ինձ, 5-ը, նա ես գիտես ինչ եմ մտածում, լսի, ուշադիր լսի, հիմա դու պիտի է ինձ լսես, ես մտածում եմ, որ 4-ը, 5-ը ենքան վարված է խոսացել, որ 4-ը իրա սևով է բացվել, մտածել է, որ իրան չեն հավատա, տենց եմ մտածում։ Ես այդ վերսիան էլ եմ քննարկում, որտեվ 5-ին ոչ մի ձև չեմ կարում ես կարմիր տենամ։ Հասկացար։ Հիմա 7 ընդունեք, նայ, երբ որ 10-ը խոսացել է, ես եմ ցույց տվել 7-ի ստուգում, ասել է 4-ը ինչ է, ասել եմ ավելի շատ սև է, բայց 5-ի հետ։ Այդ իմ զրոյականի ժեստերն եմ ես քեզ բացատրում, դրա համար ինձ կստուգես, ուրիշ ոչ մեկին ընդունեք 7 փաս։ Հաստատված է, շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 2, 5, 7։ 2, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 2-ը։ Շնորհակալություն 0 Շնորհակալություն 0 ձայն, համար 7 ստանում եք առաջին նկատողությունը, շնորհակալությունից հետո չի կարելի քվեարկել, համար 2 ստանում եք առաջին նկատողությունը։ 5, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 5-ը, շնորհակալություն 0 ձայն։ 7, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 7-ը, միաձայն։ Համար 7, 1 րոպե մանխոսական։ Ուղղակի խաղի ընթացքը որ նայում եք, ես չհասկացա ինչի թեքվեց 7-ի վրա, որովհետև 9-ի շերիֆության բանացիք, ես էլ եմ 9-ի շերիֆությանը հավատացել, բայց կարող է հենց 9-ն է սև խաղում։ Իմ համար եթե համեմատական անցկացնենք 4-ի ու 9-ի միջև, իմ համար ավելի շատ շերիֆ 4-ն է եղել։ 9-ը հելում է կասկած, ասում է 5-ը խի է 5-ին պահում։ 5-ին է պահում, բա։ Ասում է կարմիր է։ Այն մյուս շերիֆներն ասում է բանա։ Սև է։ Բարի խաղ ձեզ։ Շնորհակալություն, ծափարենք խնդրեմ։ Գիշեր։ Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 9-ին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առավոտ։ Համար 9, 1 րոպե մանխոսական։ Ստուգել եմ համար 2-ին ստուգված սև խաղացողը, եթե բանենք, հանում ենք 2-ին ու հաղթում ենք կարմիրներով։ Փաս։ Շնորհակալություն։ Խաղաշրջանը բացում եք դուք, համար 6, 1 րոպե։ Նախ դուք չէ դու։ Դու, համար 6։ Ընդունեք համար 1-ի տեխնացությունը, խնդրում եմ հանեք 1-ի տեխնացությունը։ 1-ի համար սև խաղացողը թող տենց էլ կարմիրների մեջ գոնե մի հատ սև պետք է մնա, չէ։ Գոնե կարմիրների այդ մի հատ սև տանեն։ Ընդունեք համար 2-ի տեխնացությունը։ Մեկ այսա կարմիրները հաղթում են, գոնե մի հատ սև չտանեն հետները։ Այդ բանը սևը լավ գույն է։ Երկուսին ուղարկում ենք, բայց մի հատ սև մնա մեր կյանքում։ Լուչիմ ժամանակ չստացեմ, որտեղ ես չեմ ուզում ժամը բացառել, խաղից գնա համար 2-ը, շնորհակալություն, ներողություն։ Շնորհակալություն 8 Ընդունեք համար 2։ Ընդունված է։ Ինձ դուր է գալիս ձեր կատակերգական խաղը, որովհետև մտածում եմ մնանք մի հատ էլ խաղանք, ես դեմ չեմ, բայց եկեք մի բան հաշվի առնենք ու մի բանից լավը խոսանք, որ եթե համար 9-ը իրոք սենց 3 անգամ էլ ճիշտ սև մեզ տվել է, ուղղակի հիասքանչ խաղ է տարել, ես շնորհակալ եմ համար 9-ի շերիֆ լինելու համար։ Ինչ ասեմ, ես հա համար 9-ի շերիֆությամբ հիմա համար 2 հանելու եմ։ Ես իրա շերիֆությամբ եմ խաղացել։ Բայց 2-ին կլսեմ։ Շանս կտամ լսելու առումով, բայց չի նշանակում, որ շերիֆին չեմ հավատա ու կփորձեմ դավաճանել։ Փաս։ 1 Համար 2 ջան, լավ եք խաղացել, իրականում ձեր թիմն է մի քիչ թույլ խաղացել, բայց կարմիրներն են ուժեղ խաղացել, ոչ թե դուք եք վատ խաղացել, մենք ենք լավ խաղացել։ Օրինակ 3-ի պոզիցիան է շատ լավ է, 5-ի գույնում ես սխալվել եմ, 6-ը շատ ճիշտ խաղաց, 8-ը ճիշտ խաղաց, ճիշտ քվեարկեց, 9-ը ճիշտ խաղաց, դաժե 10-ը առաջի գիշեր քվեարկված, ճիշտ խաղաց, սխալվեց մի թվի մեջ, որը ես էի սխալվել, դա համար 5-ն էր։ Ես համար 6-ի հետ այնքան հաճույքով եմ խաղում, ուզում եմ մի րոպե սետամ դուք խոսակ, այդ այնց, եթե տարբերակը լեր որ այնքան հաճելի է ձեր հետ խաղալ, ընդունեք 2 միանշանակ։ Հաստատված։ Եվ շնորհավորում եմ կարմիր թվերի հաղթանակը խաղի սևերն էին 2, 4, 7 խաղի շերիֆ համար 9 պաս։
Շնորհակալություն 2։ Այսինքն ես տեղ մենակ նստած սև, հա, չեմ հանձնվում, ասում եմ 2 ստուգի, որ ինքը հելնի իմ գույնը ասի, որ ես մնամ խաղի մեջ, ինքը հելնում ասում է 2-ը սև է, դրա համար շերիֆը համար 4-ն է, ճիշտ էլ վերդուծել եմ անցած կրուկ, 5-ը տրաքել է ընդեղ, 4-ը բացվել է իր սևով, 5-ի սևով, ճիշտ շերիֆ է բացվել, 5-ը սև է եղել, մտածում եմ 5, 9 ու 1, ընդունեք 5, ընդունեք 1, 5-ը, Լիգիա, նայ, 4-ը հելել է 5-ին սևացրել է իրան, ինչի է։ 5-ը ես սև եմ տեսել, 4-ը շերիֆ է ուրեմն։ Ու 9-ը ցույց է տալի 5-ը կարմիր է։ Դրա համար նա եսի հավատում եմ, չեմ հավատում չի է, որ շերիֆը սաղ ձեներով գնա իսկական 7-ն է դրել, 9-ն է դրել, դու ես դրել, 6-ն է դրել։ Եսի մի քիչ արգումենտալ խաղ է, ես մտածում եմ, հիմա որ ինձ հանես, մտածում եմ 2-2 է լինելու, 1-ն ու 5-ն են խաղի սևերը։ Ես կարմիր եմ, ես կհանձնվեի սևով։ Հասկանում ես, ես 7-ի ստուգում եմ տվել, եթե քո վերսիայից նայենք։ Ասել եմ 4-ը սև է։ Շնորհակալություն համար 2, համար 5։ Իմ բախտեր չի բերում, ես միշտ համար 2-ի հետ տարբեր խաղերում հակառակ թիմերի մեջ եմ հայտնվում։ Կասկածելին դուք եք, հո երեխա չենք, մենք շատ լավ գիտենք, չէ՞ ամեն մեկս ինչ ենք խոսում։ Ես անկեղծ եմ ասում, ես չէի ուզում, որ դուք լինեիք սև, որովհետև դե բախտս չի բերում, ես միշտ ձեր հետ սենց հակառակ եմ խաղում։ Ժորժ ջան, դուց ա գալի համար 2-ը, եթե ամպերը իջան ներքև ու համար 2-ը սև դուրս չեկավ, ինձ եք հանում կամ մի բան անում եք։ Ես պատրաստ եմ հաջորդ կրուկ կամ խփվեմ կամ չգիտեմ ոնց ասել, հանում եք, մի խոսքով, համար 2-ը այսօր գնում է, ես համար 1-ի հետ համաձայն եմ դասական։ Շնորհակալություն համար 5, ուշադրություն, քվեարկություն, թեկնածուներն են 1, 2, 5, 1, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 1-ը, շնորհակալություն 2, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 2-ը, շնորհակալություն 4 ձայն, 5, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 5-ը, շնորհակալություն 1 ձայն, համար 2, 1 րոպե մանխոսական։ Լիգիա 2-2, բա կարմիր եմ, սեպերի հաղթանակ հեսա կասի, ապրես, այո, կարմիր եմ, համար 6 կարմիր եմ, 2-2 է, համար 1-ն ու 5-ը կրեցին խաղը։ Բա արգումենտալ է խաղացեք։ Նայեք, եթե հավատում եմ, չեմ հավատում եք խաղում, իրականում պետքա ստեղ չխաղանք իրար հետ։ Չէ, կատակ եմ, լավ եք խաղացել, սևերն են վատ խաղ։ Ճապային կոչեմ համար 2-ին, շնորհակալություն, սիրելի հեռուստադիտող, սիրելի մասնակիցներ, ասեմ, որ գրանցվել է սևերի պարտություն։ Կարմիրները բարեհաջող պաշտպանվեցին եւ կարողացան խաղից հեռացնել բոլոր սևերին։ Այսպիսով այս խաղում հաղթանակը կարմիրներինն է։ Վարկանիշային աղյուսակը առաջին փուլից հետո ունի հետևյալ տեսքը։ Նրանցից 10-ը կանցնեն եզրափակիչ, ըստ նախընտրական փուլում հավաքած միավորների։ Մելանտա բրենդը շուրջ 25 տարի է ինչ գոյություն ունի հայաստանյան շուկայում, ներկայացնում է հայ սպառողին որակյալ եւ հարմարավետ հագուստ։ Խաղը ինքը իրանով հետաքրքիր եւ ինտելեկտուալ խաղ է, ինչու՞ չէ, նաեւ կարելի է քրակուսել, նաեւ առաջարկենք մեր մասնակիցներին որակյալ հարմարավետ հագուստ, որը որ չի խոչընդոտի իրենց ազատ խաղալուն։